Ես Հարություն Մանուկյանն եմ։ Այսօր թվով 17-րդ թողարկումն է։ Այս թողարկումը կսկսեմ այսպես. կընթերցեմ մի քանի պաշտոնական հաղորդագրություններ, բարեկամներ, իսկ դուք փորձեք գուշակել դրանց հեղինակներին, շատ հետաքրքիր է լինելու։ Գնացինք։ Առաջինը։ Արցախյան հիմնախնդրի ռազմական լուծումը մեզ համար անընդունելի է։ Այնուամենայնիվ մենք ամեն կերպ աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը։ Սա մեկ, երկրորդը։ 3 նոյեմբերի 2020 թվական։ Ադրբեջանի Հանրապետությանը պատկանող տարածքները պետք է ազատագրվեն, իսկ հայերի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի։ Երրորդը 23 դեկտեմբերի 2020 թվական։ Մենք ողջունում ենք պատերազմի ավարտի արդյունքները։ Ես մեր գոհունակությունն եմ հայտնում Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման կապակցությամբ եւ այս իրողությունը արդյունավետ է տնտեսական համագործակցության տեսանկյունից։ Ինչ եք կարծում բարեկամներ, որ պետության կամ պետությունների պաշտոնական հայտարարություններն է ընթերցում։ Փոքրիկ հուշում, այս հաղորդման ենթավերնագիրը դրել եմ մեդալի հակառակ կողմը։ Շատ չտանջեմ։ Առաջին հայտարարությունը արված է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կողմից։ Երկրորդը այն ժամանակվա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունն է։ Ընդ որում հայտարարության տեքստի շարունակության մեջ Ռոհանին Ադրբեջանը նշում է որպես եղբայրական երկիր, իսկ Հայաստանը ընդամենը հարևան։ Երրորդ հայտարարությունը Իրանի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հայտարարությունն է։ Նախորդ թողարկումը բարեկամներ գրեթե ամբողջությամբ նվիրված էր Իրանին, եւ Իրանի օրինակով փորձում էի բացատրել ինչը պետք անել։ Սակայն միշտ գոյություն ունի հարցի հակառակ կողմը։ Նորմալ էր։ Հարջան ամեն անգամ քաղաքականությունից ես խոսում, բա բարոյական ասպեկտը։ Անշուշտ զարմանալի ու նաև տարակուսելի էր մեր հարևաններից լսել նմանատիպ հայտարարություններ եւ հատկապես բարոյական հարթության մեջ։ Այսինքն հազարավոր տարիներ այս հող ու ջրի վրա ապրելով դուք այստեղ ադրբեջանցիներ եք տեսել ու հիմա նրանց տարածքային ամբողջականությունից եք խոսում։ Լուրջ եք ասում հարգելիներ եւ ոչ հարգելիներ։ Դուք ողջունում եք պատերազմի արդյունքները, որ արդյունքները, օրինակ հատկապես որ դրվագը, երբ ոչինչ չկասկածող 18 տարեկան երեխաները քնած տեղը վառվում եւ ոչնչանում էին ռումբերի տակ։ Արցախյան պատերազմից անմիջապես հետո, երբ ինչպես իրենք էին ասում, արդարությունը վերականգնվեց, այդ արդարությունը կարծես թե շարունակում է վերականգնվել, եւ հենց այս պահի դրությամբ իսրայելական ռազմաբազաներ գտնվում են Ադրբեջանի տարածքում եւ ամենօրյա ռեժիմով սպառնում են հարվածել Իրանի տարածքին։ Չնայած ինչու միայն Իրանը, նաեւ Ուկրաինան, Ռուսաստանը, բոլորս տեսնում ենք թե ինչ է տեղի ունենում։ Այնպես որ երբեմն ինչ որ արդարացումների համար գուցե, երբ ասում են, որ քաղաքականությունը նաև անբարոյականություն է ենթադրում, դա կեղծ կատեգորիա է, այդպես չէ։ Պարզ է եւ հասկանալի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների դիրքորոշումը։ Իրանը գործում է միայն իր շահերից ելնելով։ Սակայն ինչ հետևանքների կհանգեցնի այդ քաղաքական ուղեծիրը, դեռ մեծ հարց է։ Վրաստանին բարեկամներ երբեք չեմ անդրադարձել, սակայն շատ ասելու բան էլ չկա։ Վրաստանը մեծ թշնամի չէ, բայց եւ ընկեր էլ երբեք չի եղել։ Տարբեր ժամանակահատվածներում Վրաստանի քաղաքականությունը մեր նկատմամբ կախված է եղել նրանից, թե որ կողմից են փչում քամիները։ Որ կողմից կփչի, այն կողմ էլ կթեքվեն։ Վրաստանի մասին այսքանը։ Խոստացել է, չէ՞ բարեկամներ, որ հետաքրքիր է լինելու։ Դեռ ամենահետաքրքիրը առջևում է։ 1931 թվական Խորհրդային Միություն։ Մենք ետ ենք մնացել առաջատար երկրներից 50-ից 100 տարով։ Մենք պետք է վազելով անցնենք այդ տարածությունը եւ կրճատենք հեռավորությունը 10 տարվա ընթացքում։ Կամ մահ, կամ հասնել եւ առաջ անցնել առաջադեմ կապիտալիստական երկրներից, կամ մենք դա կանենք, կամ մեզ կճզմեն։ Սոցիալիստական արդյունաբերության աշխատողների առաջին համամիութենական կոնֆերանս Իոսիֆ Ստալին, Մոսկվա, 1931 թվական։
Խորհրդային Միության պաշտպանունակությունն ապահովելու համար առաջին հերթին պետք էր զարգացնել ռազմարդյունաբերությունն ու գիտությունը։ Սակայն Խորհրդային Միությունը չուներ ոչինչ, բառից բուն իմաստով ոչինչ։ Չկային մասնագետներ, չկային տեխնոլոգիաներ, չկար նույնիսկ ամենահասարակը հաստոցներ։ 1931 թվականին որոշվեց. ռազմարդյունաբերության համար այդ անհրաժեշտ հաստոցները պետք է գնել առաջատար երկրներից, բայց այստեղ էլ կար խնդիր։ Խորհրդային Միությունը չուներ արտարժույթ։ Մնում էր երկու տարբերակ. վճարել ոսկով կամ ցորենով։ Товарищи, Ոսկին չի աճում, մենք չենք կարող թույլ տալ մեզ նման շռայլություն, իսկ ցորենը կցանենք եւ կհավաքենք, որոշեց եւ ստորագրեց Ստալինը։ Խորհրդային Միությունը վերջի վերջո բարեկամներ գնում է այդքան անհրաժեշտ հաստոցները, վճարելով դրանց դիմաց ցորենով։ Գրեթե ամբողջությամբ դատարկվում են ցորենի պահոցները, հույս ունենալով, որ կցանեն կաճի։ Սակայն տարին ստացվում է չոր եւ անբարեբեր։ Ցորենը քիչ էր եւ որակով շատ վատը։ Խորհրդային Միությունում սով էր սպասվում։ Մենք պետք է ելք գտնենք ստեղծված իրավիճակից, հակառակ դեպքում կստանանք քաղաքացիական պատերազմ եւ հեղաշրջում, ինչը չի կարելի թույլ տալ ամեն գնով։ 1932 թվական Իոսիֆ Ստալին։ Նախկին Խորհրդային Միության տարածքում ռուսներից հետո ամենամեծ բնակչությունը ուներ Ուկրաինան, որոշվեց։ Ավելի լավ է կորցնել Ուկրաինայի բնակչության մի մասը, քան ամբողջությամբ Խորհրդային Միությունը։ Ուկրաինացի գյուղացիներից սկսեցին արգրավել ցորենը։ Հազար 1932-33 թվականների ընթացքում Ուկրաինայում սովից մահանում է 7.5 միլիոն մարդ։ Սրանք բարեկամներ փաստագրված միջազգային պատմական փաստեր են, որը հետագայում կստանա Հոլոդոմոր անվանումը՝ սովասպանդ։ Сегодня в 4 часа утра началась Великая Отечественная война советского народа против немецко-фашистских захватчиков. Խորհրդային Միությանը չի հաջողվում ոչ հասնել եւ ոչ էլ անցնել առաջատար երկրներից։ 1941 թվականին նացիստական Գերմանիան պատերազմով ներխուժում է Խորհրդային Միություն, որ ինչպես գիտենք, Ստալինը կարողանում է հաղթել միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ դաշնակիցների օգնությամբ։ Պատերազմի ժամանակ եւ դրա ավարտից հետո հաշվի առնելով բոլոր սխալները եւ դառը անցյալը, Խորհրդային Միության ղեկավարները որոշում են, որ այսուհետ ամեն ինչ զրոյից պետք է ստեղծվի եւ արտադրվի միայն Խորհրդային Միության տարածքում։ Եվ այստեղ առաջին պլան է գալիս Հայաստանը։ Ղրղստանը չէ, Տաջիկստանը չէ, Ուզբեկստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Մոլդովան, Վրաստանը, Ադրբեջանը չէ, Հայաստանը։ Ու չնայած հայերի նկատմամբ Ստալինի անթաքույց առանձնահատուկ վատ վերաբերմունքին, նա խոստովանում է, որ այն, ինչ կարող են անել հայերը, չի կարող անել ոչ ոք։ Դեռ 1935 թվականից Հայաստանում գործող Գիտությունների ակադեմիան ընդհանրապես Խորհրդային Միության Գիտությունների ակադեմիայի մասնաճյուղ էր, ոչ ավելին։ 1943 թվականին երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ստալինի հրամանով այն ընդլայնվում է եւ առանձնացվում է այլ Խորհրդային Միության հանրապետություններում գործող նման կենտրոնների շարքից, օժտվելով հատուկ նշանակությամբ։ Ստանում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա անվանումը եւ ստանձնելով առանձնահատուկ կարգավիճակ, հիմք է դառնում այլ գիտական կենտրոնների հիմնադրմանը։
1942 թվականին հիմնադրվում է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, որի հիման վրա արդեն 1943-ին հիմնադրվում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, որտեղ տեղի են ունենում ատոմային էներգիայի եւ ատոմային զենքի առաջին հետազոտություններն ու աշխատանքները։ 1946 թվական հիմնադրվում է Բյուրականի աստղադիտարանը, որը սկիզբ է դնում տիեզերքի ուսումնասիրմանը եւ նաեւ կարևորագույն մաս է դառնում հետագայում աշխարհում առաջին տիեզերագնացության գործընթացին։ 1956 թվական Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ։ Ձերքովանում են, չէ, ձերքովանելու ժամանակ պատկերացրել եք ինչ-որ սխալներ։ Այստեղ է ստեղծվում եւ արտադրվում Խորհրդային Միության առաջին համակարգիչը, եւ այստեղ կյանքի են կոչվում ռազմարդյունաբերական բազմաթիվ նորարարություններ։ 1971 թվական Պարիս հերունու ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտ։ Գիտական կենտրոնը ռադիոալիքների միջոցով ուսումնասիրում էր տիեզերքը եւ իրականացնում էր Խորհրդային Միության ռազմական եւ քաղաքացիական ավիացիայի ընդունիչ սարքերի, անտենաների եւ կոորդինացիոն համակարգերի ճշգրտում։ Պարզ լեզվով ասած, բարեկամներ, ճշգրտվում եւ համակարգվում էին ինքնաթիռների նավիգացիոն սարքերը։ 1975 թվականին հիմնադրվում է Օրգովի գիտական կենտրոնը։ Այստեղ մշակվում եւ կառուցվում է այն ժամանակ աշխարհում առաջին ամենամեծ ռադիոաստղադիտակը, որի գիտահետազոտական աշխատանքները մնում են անավարտ Խորհրդային Միության փլուզման պատճառով։ Հայերը եւ Հայաստանը, բարեկամներ, ձեռք են բերում գիտական եւ ռազմական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային համբավ։ Գիտական եւ կրթական կենտրոնների ցուցակը սրանով չի ավարտվում։ Դրանք բազմաթիվ են, իրենց ոլորտում եզակի, նաեւ գաղտնի։ Խորհրդային Միության փլուզումից հետո այդ հսկաներից մնացել են միայն փլատակներ։ Մեկը վերածվել է ժամանակակից IT ոլորտի օֆիսային տարածքների։ Մյուսը կարծես փորձում է աշխատել, սակայն անարդյունք, միջոցներ չկան։ Երրորդից մնացել է միայն երբեմնի համբավը։ Չորրորդը պարզապես գեղեցիկ ճարտարապետական կառույց է։ Այս իրավիճակն է Հայաստանի նախկին բոլոր գիտական կենտրոններում։ Սա Ռուսաստանի գծագրված քաղաքականությունն է, որը շարունակվում է մինչ օրս։ Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Հայաստանը դառնա սկզբից տարածաշրջանի, հետո արդեն աշխարհի գիգանտների հետ միասին ռազմատեխնոլոգիական եւ գիտական առաջատար երկրներից մեկը։ Հայաստանի մի քանի կարևորագույն գիտական կենտրոններ Ռուսաստանի Դաշնության սեփականությունն են։ Գույք, պարտքի դիմաց։ Մենք անընդհատ ստացվում է, բարեկամներ, որ կորցրել եւ կորցրել ենք։ Եվ ստեղծվում է տպավորություն, որ բոլորը մեղավոր են, իսկ մենք հրեշտակ ենք, այդպես չի լինում։ Հիմա կանրադառնամ մի պատմական դրվագի, որը կարծես այս ամենի հետ կապ չունի։ 1918 թվականին Անդրանիկը իր զորքի եւ փախստականների հետ հասնում է Նախիջևան։ Բնակիչներին խնդրում է ապահովել իրենց սնունդով։ Տեղացիները պատճառաբանելով, որ տարին վատն էր, ցորեն չկա, մերժում են Անդրանիկի խնդրանքը։ Որոշ ժամանակ անց Անդրանիկը ստիպված հեռանում է Նախիջևանից։ Երբ թուրքերը գրավում են Նախիջևանը, արգրավում են ցորենի ահռելի պաշարներ։ Չստացվի, որ մեր աչքի գերանը թողած ուրիշի աչքի շուղն ենք քննում։ Մեր ազգի հոգևոր հայրերը մեզ համար նախանշել էին 7 մեղմ ասած ամենադժվարամարս մեղքերը՝ հպարտություն, նախանձ, բարկություն, ագահություն, ծուլություն, որկրամոլություն, բղջախոհություն։ Եվ ինչպես տեսնում եք, հպարտությունը առաջին տեղում է։ Եվ հիմա ինչ է ստացվում, հազարավոր տարիներ ապրելով, ստեղծագործելով, մոլորակին մաշտոց ու նարեկացի տալով,
Բազմաթիվ պարտություններ ճաշակելով եւ հաղթանակներ կերտելուց հետո եկել հասել ենք մի հանգրվանի, որտեղ որոշել ենք, որ մեր կարևորագույն արժանիքը հպարտությունն է, եւ հիմա եկեք մի պահ աբստրահվենք եւ մեզ դիմացինի աչքով դիտարկենք։ Ու եթե մենք բարոյական այս հարթության եւ այս աստիճանի վրա ենք գտնվում, շատ բնական է, որ մեզ բաժանելու, տիրելու, իշխելու բնական, գուցե նաեւ օբյեկտիվ ցանկություն է առաջանալու։ Բայց լավ լուր ունեմ ու հենց դրանով էլ ուզում եմ ավարտեմ։ Շատերը կփաստեն, որ բանակում, սովորական երթևեկության մեջ, միջանձնային հարաբերություններում մենք կարծես սկսել ենք մի տեսակ վանել մեզանից այդ հպարտությունը եւ շատ ավելի խոնարհություն ու խոհեմություն ենք դրսեւորում միմյանց նկատմամբ։ Ցավոք ու հազար ափսոս, որ այս խոհեմությանը գիտակցական այս աստիճանին մենք կրկին վերադարձանք պարտության ու դառնության հերթական չափաբաժինը ճաշակելուց հետո։ Իրականությունը բավականին դաժան է, բարեկամներ, եւ այսքանից հետո մենք մտածում ենք ինչ անել։ Նորից կրկնվեմ, այո, չունենք բնական ռեսուրսներ, տարածքով շատ փոքր ենք, բայց ունենք մի բան, որը չունի գրեթե ոչ ոք։ Պայծառ եւ ստեղծարար միտք, ստեղծելու եւ արարելու անսահման կարողություն։ Մեզ այսօր նորից փորձում են բաժանել եւ ապացուցել, որ մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում, իսկ ես ու իմ նմանները փորձում ենք ապացուցել հակառակը։ Սա խորհրդային միության կամ խորհրդային Հայաստանի գովազդ չէ, այս թողարկման ընթացքում փորձեցի առարկայական ցույց տալ մեր կարողությունները։ Հիմա լուծումների մասին, բարեկամներ, շատ եք հարցնում ինչ անել հիմա։ Հիմա իմ կարծիքով կբարձրաձայնեմ, խոսեմ ամենահասարակ եւ տրամաբանված լուծումներից մեկի մասին։ Այն մարդիկ, ովքեր խորհրդային միության ժամանակ ստեղծել են այդ կարողությունը, այդ ներուժը, դրանցից շատերը հիմա կան, ողջ են։ Գոյություն ունի մասնագիտական փորձ։ Եվ կան երիտասարդներ, ովքեր չունեն փորձ, բայց ունեն շատ մեծ ցանկություն։ Եթե միավորենք այս երկու սերունդները, կստանանք այն, ինչի մասին որ երազում ենք։ Ընդհանրապես պետք է ցանկություն եւ պետության կողմից քաղաքական կամք։ Առաջին լուծումներից մեկը սա է։ Բաց չեմ թողնում, բարեկամներ, ոչ մի մեկնաբանություն։ Նախորդ թողարկման ընթացքում առաջարկում եք ավելի հաճախ եթեր դուրս գալ։ Հաղորդումը իրականացվում է ընդամենը 3 հոգով։ Ես եմ, մեր բեմադրող օպերատորները Արտուրը Սահակյան եւ Պարքևը Դարփինյան։ Եվ այսօր ոնց հասկացա, մեզ միացավ մեր մյուս ընկերը Վահրամը Քոչարյան։ Մեր կարողությունները սահմանափակ են, խիստ սահմանափակ են եւ մենք փորձում ենք գործել այդ սահմանների ներքո։ Անպայման մտածում եւ գնում ենք դրան եւ շատացնել ենք մեր եթերները։ Իսկ դուք շարունակեք բաժանորդագրվել մեր AMCN հայկական հաղորդակցման ցանց YouTube-յան ալիքին։ Մեկնաբանեք, գրեք ձեր դիտարկումները, տարածեք, կիսվեք մեր տեսանյութերով։ Սա կլինի ձեր ամենամեծ ներդրումը մեր գործում։ Մինչ առաջիկա 3 շաբթի։